Դուրս գալիս է անդադ վարել։ Առաջին անգամ Հայաստանում մրցաշար է օդում Յուքոմի աջակցությամբ Arm Drone համայնքը անցկացնում էր FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցաշավը։ Տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուներ ու ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից մեր երկրում էին մրցելու Multi-GP միջազգային ստանդարտով։ Նպատակը Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ոլորտը մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելն է։ Մենք անցկացնում ենք դասընթացների շրջանակներում կցանկանայի շնորհակալություն հայտնել Յուքոմ ընկերությանը, ով մեր տեխնոլոգիական հովանավորն է թե այս մրցարշավի, թե դասընթացների, որ հասկանալով, քննարկելով այս ամեն ինչը մենք կարողանում ենք հնարավորություն տանք երեխաներին, պատանիներին, մեծահասակներին կրթվելու, սովորելու ու իրենց արդյունքը մրցույթի տեսքով ցուցադրելու։ Միջոցառման եզրափակիչ փուլը մայիսի 17-ին էր, որի արդյունքում հայտարարվեցին 3 անվանակարգերի հաղթողները։ Ամեն անվանակարգում էլ 3 հաղթող՝ սկսնակ օպերատոր, միջին փորձառություն ունեցող օպերատոր եւ փորձառու օպերատոր։ Թեպետ մրցարշավն առաջինն է, բայց Յուքոմի կողմից աջակցությունը ոչ, արդեն երկրորդ տարին է, որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, հենց Յուքոմն է աջակցում համայնքի տեխնոլոգիական եւ կրթական նախաձեռնություններին։ Մենք միշտ կողմ ենք, մենք միշտ գտնվում ենք այդ ծրագրի կողքը եւ այս ծրագիրը հատկապես բացի որ ինքը հրավիրում է մասնակիցներ արտասահմանից, փորձը որ գիսվում է այդ արտասահմանցի մասնակետը մեր երիտասարդների հետ, օգնում է որ մերոնց մտածելակերպը ավելի ջիգուն լինի տեխնոլոգիական տեսանկյունից, որտեղ այսօրվա երիտասարդները ինչքան փորձ ցեք բերեն, ինչքան հմտություն ցեք բերեն եւ ինչքան իրենց մտածելակերպը զարգացնեն, իրենք մեր ապակայի երաշխավորն են այսպիսի տեխնոլոգիաների շրջանակում։ Բացի հիմնական անվանակարգերից Յուքոմն էլ իր կողմից այս տարի եւս նախատեսել էր հատուկ մրցանակ, որը հանձնվեց 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին ակտիվ մասնակցության համար։ Յուքոմի համար կարևոր է նաեւ, որ այս մրցարշավը համագործակցության եւ փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի եւ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։ Մասնակիցների ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ԱԹՍ-ների կառավարումից մինչև գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային եւ տեսարժան վայրերի օդային նկարահանում եւ ներկայացում, ինչպես նաեւ միջազգային մրցաշարերի մասնակցություն եւ նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։